Խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր 3 պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին եւ փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը 10 տարի խաղաղություն էր ապահովել։ Այս абսուրդն էլ չափուսահման պետք է ունենա։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքում վարչապետ Փաշինյանի մեղադրանքին, թե իր Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը պատերազմի դուռ են բացում։ Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու, խոսում են խաղաղությունը բանակցելու եւ պարտադրելու, այդ թվում ուժային եղանակով պարտադրելու մասին։ Սա միանշանակ եւ աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել։ Երկրի գլխին 3 պատերազմ բերած մարդն իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել։ Իմ նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ, հակադարձում է Քոչարյանը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն այսօր թիմակիցների հետ աշտարակում էր քաղաքացիների հետ հանդիպման, ասաց ավելի վաղ էին կանխատեսում, որ իշխանությունն այս թեզն է առաջ մղելու, մարդկանց պատերազմով վախեցնելու ու ձայներ ստանալու համար։ Այսպես եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու։ Ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ։ Աննա Գրիգորյանը ասաց, որ սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում, ասենց որի բոբոս արկելով, որ հեսա կարձակվեն, եւս քվեններ գործեն ձեզանից։ Խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու, որովհետև այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից։ Դա էլ անխուսափելի պատերազմ է, ասել էր Փաշինյանը, ընդ որում ժամկետ էր նշել մաքսիմալ աշնանը։ Որ մենք ասում ենք, որ այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է ամուր փակել ենք պատերազմի դուռը։ Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը եւ դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Ամեն ինչ պիտի անենք, այո, որ պատերազմ չլինի, բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհով։ Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն։ Ըստ Քոչարյանի ինքը երաշխավորված խաղաղության մասին է խոսում, որպեսզի մեկ մարդու տրամադրությունից կախված չլինի իրավիճակը։ Իդեպ այսօրվա օրինակ Իրանի պատերազմը մեկ մարդու տրամադրությունից, այսպես ասենք, սկսեց մի հսկայածավալ մի պատերազմ։ Ուրեմն խոսքը գնում է երաշխավորված խաղաղության մասին եւ այդ երաշխավորված խաղաղությունը մենք ստանալու ենք։ Ու չեմ կարծում, որ սա չլուծվող հարց է։ Սա լուծվող հարց է եւ ես համարում եմ այն մարդն է, որը կարող է այդ հարցը լուծել։ Թե ինչու իշխանությունը խաղաղության երաշխիքներ չի փնտրում, Քոչարյանն այսպես է մեկնաբանում։ Պատճառը մեկն է։ Ինքը ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռին։ Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է եւ ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան եւ մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը։ Այնինչ ուզում են այդ ուժերը, մենք արդեն տեսել ենք անվտանգության երաշխավորների մեխանիզմը չի աշխատում, հայտարարում է Փաշինյանը, այդ ուժերին անվանում օտար երկրների էմիսարներ։ Նույն փոცხի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ եւ աներկբա պետք է մերժվեն։ Խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվել է միայն այն պատճառով երաշխավորի համատեքստում, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեր վրա։ Ոչ թե անվտանգության երաշխավորները չեն գործել, այլ Փաշինյանն է թռել պայմանավորվածություններից, ասում է Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Արցախում ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց պարտականությունը։ Հենց Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում,
Ինչ վիճակ ստեղծվեց։ Ղարաբաղը Ադրբեջանի համար դառնում է սեպարատիստական միավոր, պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում են գրեթե ահաբեկչական ստորաբաժանումներ, բոլոր հետևանքներով։ Ընտրություններից 2.5 ամիս առաջ խորհրդարանի դռների առջև քաղաքական ուժերը դիրքավորվում են իշխանության առաջ մղած պատերազմի ուրվականի ներքո։ Փաշինյանը հավատացնում է այդ պատերազմի դուռը ամուր փակել են, խաղաղություն է հիմա։ Ընդդիմությունը պնդում է պատերազմ չեն ուզում, ուզում են ուրիշ խաղաղություն։